Վարշավայում հայկական ներկայությունն այսօրվանից ավելանում է ևս մեկ հասցեով։ Լեհաստանի մայրաքաղաքի ամենագեղեցիկ պուրակներից մեկն անվանակոչվում է հայկական պուրակ։ Արարողությանը նախագահ Սերժ Սարգսյանն է ներկա։ Հայկական պուրակում զբոսնողները նաև զուտ հայկական մշակույթի նմուշներին կարող են ծանոթանալ։ Պուրակի կենտրոնում խաչքար է տեղադրվում։ Օծման արարողությունը հայ առաքելական եկեղեցու Լեհաստանի հոգևոր հովիվ Տաճատ Աբեղած Ատուրյանն է կատարում։ Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո։ Մշակութային քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր է, այժմ տնտեսականի ներուժը լիովին օգտագործելու ժամանակն է։ Նախագահներ Սարգսյանն ու Կոմորովսկին այս հարցում կարևորում են հայ-լեհական գործարար համաժողովը։ 2 տարի առաջ Երևանում կայացած առաջին նման ֆորումն արդեն արդյունքներ տվել է։ Արդեն իսկ գրանցել ենք որոշակի արդյունքներ, հատկապես Հայաստանում լեհական ընկերությունների ներկայության եւ հայաստանյան տարբեր նախագծերում նրանց մասնակցության առումով, բայց եղածը շատ քիչ է եւ ես ձեզ կոչ եմ անում լինել շատ ավելի ակտիվ։ Հայաստանը բարենպաստ պայմաններ ստեղծում է բիզնեսով զբաղվելու համար, վստահեցնում է նախագահը լեհ գործարարներին։ Դրան են ուղղված վերջին տարիների բարեփոխումները համապատասխան ոլորտներում։ Այդուհանդերձ մենք չենք համարում, որ այսքանով ավարտել ենք ներդրումային դաշտն ու գործարարության մթնոլորտը ազատականացնելու եւ առհասարակ պետական կառավարման համակարգի կատարելագործման մեր ջանքերը։ Դեռևս ճանապարհ ունենք անցնելու եւ ասնում ենք այդ ճանապարհը մասնավորապես մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ։ Որպես գործակցության ներուժ ունեցող ոլորտ նախագահ Սարգսյանն առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաներն են ընդգծում։ Այն Հայաստանում զարգանում է ու գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար։ Այդ մասին են վկայում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ավելի քան 360 ընկերությունները, որոնցից 151-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են։ Հայաստանում ներկայացված են միջազգային խոշոր կազմակերպություններ, դրանցից են Synopsys-ը, National Instruments-ը, Microsoft-ը, Dell-ը, Mentor Graphics-ը եւ այլն։ Ոսկեշություն, ադամանդագործություն, ազատ տնտեսական գոտիների ստեղծում։ Հայաստանը լեհական կապիտալի աճ է ուզում տեսնել նաև туриզմի, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում։ Տնտեսական գործակցության ծրագրերի մասին նախագահ Սարգսյանը խոսում է նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Զրուցակիցներն անդրադառնում են Հայաստանի Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին, մեր երկրում իրականացող համապարփակ բարեփոխումների գործընթացին։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական, Վարշավա, Լեհաստան։